Այստեղ եղել են օլիմպիական խաղերն են եղել, մարդիկ վերևում երևի նստած նայել են, հիմա մենք ենք եկել այստեղ, ինչ անենք, վազենք, որ լավին։ Դուրս եկանք այս նավից հենց, այստեղ ոչ մի բան չկա, հիմա ուղղությունը ցույց տվեց, արի, գնալու այս ուղղությամբ, այսինքն սպասենք, որ հենց նավից դուրս գանք ու հենց դիմացը երբեմն լինում են կանգնած տուր առաջարկողները կամ եւ այլն, այդ տարբերակը չէ, բայց երևի սենց որ գնանք կտեսնենք։ Գիտես դրա համար էլ որ ես ուզում էի վիատուրով առնեի, գրվավ որ մի քիչ 5 րոպե ճանապարհ պետք է գնանք մինչև այնտեղ։ Հա, այնտեղ է այդ գեյթը։ Okay, հələ շարունակում ենք, տեսնենք։ Մենք էլ առաջի անգամ ենք այս սպորտում, մեր համար ամեն ինչը առաջի անգամ։ Քաղաքի անունը ասա, օրը ասա, մեկը երկիրը ասա, ճիշտ։ Կալոնիա, սպասի ես նայենք էլի արեմարդ, մորած։ Թեստուր։ Հունաստանում ենք, չէ։ Ուй, ճիշտ ասեցի, կոնում։ Այս էլ մեր նավն է, Miracle։ Հետո որ հետ կանք ես Miracle-ի մոտ մի հատ նկարվեմ, էլի։ Որ արդեն մի քիչ նավից դուրս են գալիս, ստեղ լիքը բաներ կան, այսինքն տեղեր կան։ Information-ի։ Նայեք, sense information-ի, next time որ գանք, կարակ առնեք, բասեր կան, $15 տանում են։ Բասերը $15 տանում են։ Թե 15 եվրո, ճիշտն ասած, այդ պահը լավ չեմ բանանում, հեսա ճշտ է։ Հետո ընդեղ էլ $20 տալիս եք այդ թանգարանին, եթե ուզում եք մտնել, պարզա ուզում եք։ Շանի բասը նստանք, ինչքան հասկացա, ընդեղից ենք առնելու 20 եվրոյով թանգարանի տոմսը, տեսնենք, ինչ կընթանա այսօր բա մեր տուրը։ Չնախատեսված նախորոք։ Ես ճշտեցի 15 եվրո ենք վճարել, ոչ թե դոլար։ Բայց կարելի է վճարել եւ եվրո եւ դոլարով, այդ էլ ասեմ, եւ քեշով եւ կրեդիտ քարտով այդ բոլոր պայմանները կային։ Սա լավ պետք է որ կարողանամ այս նկարել այս սայթը։ Ծառերը խանգարում են, բայց հեսա դուրս ենք գալու, 10 րոպե։ Ահա։ Ժամանակ ունենա, իջնենք ընդեղից հետ գալուց, տուրից հետո։ Մենք կարելի է այս քաղաքի շուրջը ֆռալ, նայեք, մուզեում կա, նայեք վերադա, ոսկի մյուզնայքի վրա գրված է մուզեում, որ ոսկի ճանապարհ է։ 150 մետրի վրա է մուզեումն էստեղի։ Այստեղ ձիերով էլ են ման տալիս։ Չավեսի քաղաք է։ Այս մարդիկ եկել են նաև ման են գալիս։ Ինչ լավ արի, որ ժամանակ ունենանք ստեղ ման գալու։ Դե տեսնենք ոնց կլինի, իրան վիճակը տեսնենք ոնց կլինի։ Շապել են։ Ես մանրամասն նկարեցի, թե մենք ինչպես դուրս եկանք նավից, հիմա ավտոբուսը նստանք և գնալու ենք Օլիմպիա քաղաքը։ Կատակալունը գեղեցիկ գյուղ նավահանգիստ էր, այստեղ էր մեր նավը կանգնած, կառուցված ավանդական հունական ոճով, շրջապատված կանաչ ծառերով և գտնվում էր հին Օլիմպիայից ոչ հեռու։ Օրվա երկրորդ կեսին մենք այս քաղաքը դեռ կվերադառնանք, կզբոսնենք մի քիչ այս քաղաքով, կատակալոն քաղաքով, բայց հիմա մենք ուղևորվում ենք Օլիմպիա։ Հին Օլիմպիան օլիմպիական խաղերի ծննդավայրն է, այստեղ մինչև օրս շարունակվում են հնագիտական պեղումները,
Ամեն տարի հին Օլիմպիան գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների։ Հին ժամանակներից ի վեր Օլիմպիայի աստծո Զևսի պատվին այստեղ անցկացվել են օլիմպիական խաղեր։ Օլիմպիական խաղերի մասին առաջին փաստաթղթավորված վկայությունը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 776 թվականին։ Չնայած հայտնի է, որ այս խաղերը անցկացվել են ավելի վաղ ժամանակաշրջանից ի վեր։ Այսօր մենք գնում ենք հին օլիմպիական հնագիտական տարածքը, որտեղ մենք հնարավորություն կունենանք առնչվենք հին հույների պատմությանը, ընկղմենք առաջին օլիմպիական խաղերի մթնոլորտում, կայցելենք այն վայրը, որտեղ վառվել է օլիմպիական կրակը, կմտնենք աշխարհի առաջին օլիմպիական մարզադաշտը, որտեղից սրբազան օլիմպիական կրակը տեղափոխվում է մեր ժամանակներում օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիրը, կտեսնենք, թե որտեղ է քանդակվել եւ տեղակայվել աշխարհի 7-րդ հրաշալիքը Զևսի արձանը, Ալեքսանդր Մակեդոնացու հոր Ֆիլիպի տաճարը, Հերայի տաճարը եւ այլ հին կառույցներ։ Ավտոբուսի վարորդը մեզ կոնկրետ տեղ պետք է իջեցնի եւ մի քանի ժամ հետո մեզ այդտեղից պիտի վերցնի ու հետ վերադարձնի դեպի նավ։ Մենք ինքներս պետք է տոմս գնենք դեպի թանգարան եւ պեղումների վայրը։ 12:30 Greek time here. Now the time is 10 o'clock. Okay, Greek time 12:30 here. This paper I put it in front in the glass of the bus. Okay, when come back. This is a parking. This cafe corner is meeting point. This cafe corner is meeting point. Now, one Main Street Olympia, cafe, restaurant, shopping, free time to visit. Ancient Olympia, ancient stadium, Temple of the Zeus, Temple of the Hera. On the end of the road, left, archaeological site and museum. Only 3 minutes walk. Tickets down there. Okay, thank you very much. Enjoy the time. Արցանքա։ Բոլորը սենց գնում, բայց ես չգիտեմ, ճիշտ են գնում, թե չէ։ Կցույց տվեց, որ ես ճանապարհով պետք է գնանք։ Ավտոբուսից իջանք, հիմա ուզում ենք գտնենք այն տեղը, որտեղ տոմս առնենք։ Որ մտնենք այդ մարդկանց խմբի հետևելով, մարդիկ մեզ հետևելով, գնում ենք։ Միած սայն տեսանք ես աստեղ։ Հիմնականում ստեղ ձիթենիներ են շատ, այս մեջտեղի ծառերը, ես չէ, ձիթապտղի ծառեր են սրանք։ Կարծում ես ձիթապտուղ է, հա, հաստատ, բավարեն բան չեմ տեսնում ես, գիտես։ Հա, այսա, ձիթապտուղ է, այսա։ Այսա տեսեք, հա։ Olive, yeah? Olive. Olive, and there is olive there, oh, a lot. Լյան աստեղ գնաց դիով գնալ հետևում ես այդ ձերն է տոմսը առանք 20 եվրո էր հիմա արագ պետք է գնանք որ հասցնենք ստեղով ամուսկը մտնում ենք Իսկ մտանք, տղսայներ կան, հետաքրքիր, քարտեզ նայել մոտավորապես որ ուր ենք գնալու, ինչ, սենց հիմնական մեզ մասերն է, դե արի գնանք, որտև ժամանակը քիչ է, հետո կուսումնասիրենք, ես երբեմն սենց տեղեր որ գնում եմ, արդեն տեսնում եմ իրավիճակը շատ լարված է, ասեմ արագ ինչ տեսնում եմ նկարեմ, հետո գնում եմ տուն մանրամասն նայում եմ, ուր եղա, ուր կարայի գնա, ու չեմ եղել իհարկե, ինչի մասին էր, ավելի մանրամասն Թեև գալուց առաջ ես ընդհանուր կարդացի, փոստեցի փնտրել հետաքրքիր բաներ, բայց այնքան իմ գնալու տեղերը շատ էին, որ ես այդքանը բոլորը չեմ կարող հիշողությանս մեջ պահել։ Ես ճանապարհին սենց բոլոր ցուցատախտակները փորձեցի նկարել, որ հետո երբ որ տուն գամ, արդեն մանրամասն նայեմ, թե
այս իրենցից ինչ է ներկայացնում մեր գնացած տեղերը, ինչ նշանակություն ունեին, որովհետև այդ պահին, որ մենք արագ-արագ գնում էինք եւ հələ պետքա նաեւ թանգարանե մտնեինք, ժամանակը շատ կարճ էր, ամեն տեղի համար ես այդքան ժամանակ չէի կարողանա տրամադրել, մանրամասն կարդալ, նույնիսկ եթե ինտերնետ էլ ունենայի։ Դրա համար այս տարբերակը ինձ ավելի հարմար է, ես ցուցատախտակները նկարում եմ, տեղանքները նշում եմ, հետո գալիս եմ տուն ավելի մանրամասն հետաքրքրվում եմ իմ գնացած տեղերի մասին։ Արի մի վայրկյանով սենց մտնենք այնենք, գոս։ Մարդիկ, նկարվենք էլնենք։ Հիմա օրինակ մենք անցնում ենք մարզասրահի մոտով, որը երկարավուն հուշարձանային համալիր է մարզիկների համար, օլիմպիական խաղերից առաջ մարզիկները այստեղ նախապատրաստվել են այդ խաղերին։ Այդ շատ հարմար էր, որ յուրաքանչյուր տեղանքի դիմաց այդ ցուցատախտակները դրված էին եւ մանրամասն տարբեր լեզուներով նկարագրված էր տեղի նշանակությունը։ Տևում այդ մասնա հետաքրքիր։ Այս սյուներն են։ Ինչ ա գրած տեղի մասին։ Հա, դա երևի պարապել են, հա։ Շուկը Դե ես ինչ անեմ, որ շուկը կարող է։ ասկոմ են նգար, հա։ Բարի չան։ Հա։ Այսը երևի չի վերականգնված այս մասը, այնտեղ վերականգնել են, այս էսենք մնացել է։ Այդտեղ գրած է։ Իսկ կարող է բաղնիկներն ա, իրանց բաղնիկներն ա երևի ստեղ եղել, նայի։ Էսը նայ։ Նայի։ Թերմա, հա։ Այս կողմում մարզիկների համար լոգարաններն է եղել, փաստորեն այս մի թևի վրա փողոցի մի կողմում մարզվել են, մյուս կողմում լոգարաններն է եղել, եկել են մարդիկ լոգանք են ընդունել մարզիկները։ Լոգարանները ոչ միայն հիգիենայի կամ մարզումներից հետո լողանալու վայր են եղել, այլև շփվելու, հանգստանալու, միմյանց հետ հարցեր քննարկելու վայր են եղել։ Շատ լավ պահպանվել է այս հատակի խճանկարը։ Այդ խճանկարի պատկերը դուք տեսնում եք նկարում հիմա։ Եվ ցուցատախտակում է նշված, եւ հենց իրական պատկերը պահպանված հատակին տեսնում եք։ Նայ բանիկներն այն դիտկան կարելի է նկարել, մոտենալ։ Շատ մոտ չես կարա գնալ, փակած է։ Այստեղից երևի երևում է, ընդհանուր պատկերացում, այդքան բանիկներն են եղել։ Դրամ մեկ դեպք։ Ահա։ Այ։ Կետեզ հատակի սալիկները, որ պահպանված են։ Okay, գնացինք, ստեղ է նայեցինք։ Մի քիչ տեմպով։ Գնանք։ Հիմնականում սենց ավերակների տեսքով է իհարկե։ Այս մասը եղանք, իրաց մարզանքի տեղերն ես երևի։ Լավ է, որ գոնե նշաններ կան, լսի։ Որ մեջացնենք կաղա, կարդանք ինչա։ Անգլիայի մի հատ կկարդաս, չեմ տեսնում։ Այս շատ հետաքրքիր մի կառույց է, կոչվում է Բրիտանիոն, Օլիմպիայի ամենահին եւ ամենակարևոր շինություններից մեկն է։ Այն աստվածներին ամեն ամիս կատարվող զոհաբերությունների նստավայր է եղել, շենքում կա ճաշասենյակ, որտեղ պաշտոնյաները կազմակերպել են ծիսական ճաշեր օլիմպիական խաղերի ժամանակ, Հեստիայի սրբազան օջախն է եղել, որտեղ վառվել է սրբազան կրակը, այստեղ օր ու գիշեր վառվել է այդ հավերժական սրբազան կրակը, ինչ որ տեսակ կարդացինք, շարունակ Որտեղ որ սայն լինի, նայենք, բայց մի քիչ պարզ է էլի ստեղ,
Մի ճանապարհ է, Երևանի կողմեր կա, զուգահեռ։ Շատ խճ Պոմպեյը ինչ է, Պոմպեյ անգամ կորանք մենք։ Պոմպեյ եղանք։ Այստեղ մի քիչ ինձ թվում է, որ հասկանալի է, էլի ամեն ինչ։ Պենսիոների մոտ է գնամ, ես տեսնեմ մոտ ենք։ Okay, առաջինը արի գնանք այստեղ։ Հա, այդտեղ գնանք, okay։ Այստեղ անքի անունը Ֆիլիպիոն է։ Ըստ էության սա Ալեքսանդր Մակեդոնացու եւ նրա ընտանիքի պաշտամունքի նվիրյալ սրբավայր է։ Շենքը առաջին անգամ կառուցվել է Ալեքսանդրի հոր Ֆիլիպ II-ի կողմից հաղթանակներ տանելուց հետո նրա պատվին։ Այս Ֆիլիպիոս կառույցը միակ կառույցն է, որ նվիրված է մարդուն եւ ոչ թե Աստծուն։ Okay. Այդ Ֆիլիպեյումի մոտ ենք թե ինչ ասում են այդտեղ տվել նշված է իր մասին ինչա գրած։ Այստեղ է նկարի։ Այդ նույն Ֆիլիպեյում։ Այստեղ պատվանդաններին եղել են նաև արձաններ ժամանակին, որոնք պատկերել են մակեդոնական թագավորական ընտանիքի անդամներին, Ֆիլիպ II-ին, նրա ծնողներին, նրա կնոջը, որդուն Ալեքսանդր Մակեդոնացուն, հիմա մենակ պատվանդաններն են մնացել։ Ֆիլիպիոն ծառայել է որպես մակեդոնական զորության եւ աստվածային բարեհաճության խորհրդանիշ, որը ենթադրաբար շնորհվել է Ֆիլիպ II-ին եւ նրա տոհմին։ Կարավոտ ենք եկել։ Նայն այնտեղ ինչ է կատարվում, այդտեղ ոնց որ տորով են եկել։ Դիմացը նայի չեմ ես։ Գնացին գա։ Այսինչ հսկայական էս քարեր են։ Նրանց բացատրում են, արի այս կողմով գնանք։ Արևը ոնց է, լավ սենց։ Այսպես։ Մի հատ արագի տակ ֆրանկ ստեղ։ Հիմնականում սենց տեսություններն են։ Այդտեղ ամֆիթեատր պետք է լինի, որտեղ այդ օլիմպիադայի մասնակիցները ելույթ են ունեցել։ Կոնետի բայց չթողնենք։ Քարեր են, սրանք որտեղից են։ Ներքևի եւի հիմքի մասերից են էլի եկել։ Ամ չէին կարող վերել։ Հետաքրքիր վայրերից մեկն է Հերայի արձանի տեղն ա եղել, թեմպլն ա եղել ճիշտ եղել։ Մենք հիմա Հերայի տաճարի կողքին ենք, ավելի ճիշտ Հերայի տաճարից ինչ որ մնացել է դրա մոտ ենք։ Այն եղել է կառուցված Զևսի մեծ տաճարի կողքին։ Այսօր հենց այս տաճարի խորանի մոտ է վարվում օլիմպիական կրակը եւ տարվում աշխարհի բոլոր այն մասերը, որտեղ անցկացվում են օլիմպիական խաղերը։ Տաճարի տարածքի մոտ պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հերայի մարմարե գլուխը։ Այն հիմա կարծեմ գտնվում է այս Օլիմպիայի հնագիտական թանգարանում։ Ես թանգարանը նկարել եմ, բայց չեմ հիշում։ Այ հետո որ տեսաֆիլմը լինի առանձին թանգարանի մասին, ես ինքս կնայեմ եւ կտեսնեմ արդյոք նկարել եմ այդ Հերայի գլուխը այնտեղ թե ոչ։ Ես ուզում եմ գնամ հետ, ինձ թվում է պետքա հետ գնանք։ Ya yet gidersen kıma. Բայց որտեղ է մյուզեումը։ İşte nayım kalleşen kıma. Սովորաբար որ ինչ որ թողնում ենք հետոյի, հետոն են չի լինում, ես այդ գիտեմ։ Ya hasta. Այդտեղ ինչ որ երևի։ Şükür kaşe şükür. Ինչ անեմ շուկս քաշի։ Այդտեղից երևի այս բաներն են գտել, այս հայտնագործել են այս կուժերը։ Հետաքրքիր է ինչ է։ Թեմպլը հա ինչ որ։ Այստեղ եւս հսկայական տաճար է եղել։ Տաճարը նվիրված է Մայր Աստվածուհուն Ռեա,
Զևսի եւ Հերայի մորը, ես ճիշտն ասած չգիտեի, որ Զևսը եւ Հերան նաեւ քույր ու եղբայր են, փաստորեն նրանք եղել են եւ քույր ու եղբայր եւ ամուսիններ։ Եվ տաճարը անվանում են մետրոն, այսինքն Մայր Աստվածուհու տաճար։ Ցուցատախտակներ կան, լավ է ամենտեղ, որ հետո ես կարողանամ նայել, ու սենց քարեր, սյուներ, պատմություն ամբողջ սփռված է տարածքում։ Այս տեղամասը կոչվում է Զանես։ Մարզիկները մարզադաշտ մտնելուց առաջ պետք է անցնեին պարտադիր Զևսի 16 բրոնզե արձանների կողքով, որոնք կոչվում էին զաներներ։ Զաների արձանները պատրաստում էին ժամանակի ամենալավ քանդակագործները։ Բայց ամենահետաքրքիրն այն է, թե ինչ փողերով էին այս զանեսները կամ զաներները պատրաստվում։ Մարզիկները, որոնք մեղադրվում էին խաբեության մեջ, նրանք տուգանվում էին եւ այդ տուգանքի փողերով այս արձանները պատրաստվում էին։ Հենց հիմա դուք տեսնում եք այդ պատվանդանները, որի վրա դրված էին այդ Զևսի արձանները։ Արձանները տեղադրված էին մարզադաշտի հենց մուտքի մոտ, որ այն մարզիկները, որոնք մտնում էին մարզադաշտ, տեսնեին, որ խաբեության դեպքում տուգանվելու էին եւ այդ տուգանքի փողերը գնալու էր այս արձանների պատրաստման վրա։ Այդ Զանես բառն էլ Զևս բառից է, փաստորեն Զևսեր ասելու փոխարեն իրանց տեղական բարբառով Զանես են ասել, որովհետև 16 արձաններ են ըստեղ եղել Զևսի։ Բացի տուգանելուց նաև այդ խաբող մարզիկների անունները գրվում էր պատվանդանի վրա եւ մարդիկ անցնելով կարող էին տեսնել դա։ Դա համարվում էր ամոթանք։ Կամարաձև այս կառույցը կոչվում է կրիպտե։ Այն թունել է, որի միջով անցնում են միայն մարզիկները ու պաշտոնյաները։ Այս կամարաձև մուտքի միջով անցնելիս հայտնվում են մարզադաշտի հենց դիմաց։ Կամարաձև կառույցի միջով անցնելիս մենք հիմա գնում ենք դեպի մարզադաշտը։ Մարզադաշտը չուներ այն տեսքը, որ մենք այսօր տեսնում ենք։ Տարիների ընթացքում այն ավելի մեծացրեցին եւ վերաձևավորվեց ու ավելի մեծ թվով հանդիսատեսներ սկսեց տեղավորել։ Տեղ են մարզվել, հա? Տեղ աղեն մրցումները։ Այն է։ Տեղ նստել է։ Խաղերը ստեղ աղեն, օքեյ։ Եկանք հասանք երևի ամենավերջը։ Այստեղ մարզվել են մարդիկ։ Տեսնում եք։ Մրցումներն աղել օլիմպիական։ Այստեղ եղել են օլիմպիական խաղերն են եղել, մարդիկ վերևում երևի նստած նայել են, հիմա մենք ենք եք այստեղ, ինչ անենք, վազենք, որ լավենք։ Օլիմպիական խաղերի ստադիոնում ենք, իրենց խաղերը ստեղ են արել, մարդիկ վերևից նայել են, և հետո ստեղի մասին հետաքրքիր բաներ կար շատ պատմելու, թե հետո ես որ վիդեոն պատրաստեմ, կփորձեմ ներկայացնել։ Կամարը տեսակ։ Հիմա կամարի տակով անցնում ենք։ Նայեք։ Կարական սյունն, աստեղ նայենք այս սյունը, ինչ ագերաթել է մի հատ նայի տակը։ Այդ ցուցատախտակները գոնե փրկում են էլի հետագայում։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա հաջորդը դարձավ Պտղոմեոսների դինաստիան, Ալեքսանդրիայից Եգիպտոսից։ Նրանք հուշարձան կառուցեցին ի պատիվ Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս II և նրա կնոջ, ինչպես նաև քրոջ պատվին։ Կային երկու մեծ սյուներ, որոնց մեկի վրա կանգնած էր թագավոր Պտղոմեոսի II ոսկե արձանը, մյուսի վրա նրա քրոջ ոսկե արձանը։ Չհսկայական բաներ են, չէ, քարերի, սյուների հատվածներն են։
quickly. Thank you. Հաղթանակի աստվածուհուն է նվիրված, Նիկե Պոլոնիոսա կոչվում, ռազմական հաղթանակների արձան է կնոջ կերպարով, հայտնաբերվել է 1875 թվականին պեղումների ժամանակ, ես ինչքան հիշում եմ, թանգարանում այս արձանի հատվածները, այսինքն ամբողջականը չէ, բայց կոտրված վիճակով հավաքել են այս արձանը, ես տեսել եմ, երբ որ թանգարանի տեսաֆիլմը պատրաստեմ, ես մի քիչ ավելի ուշադիր կլինեմ այնտեղ նկարները, բավականին շատ նկարներ ունեմ նկարած թանգարանից։ Այս արձանի մասին է խոսքը, որը տեղադրված է եղել այս պատվանդանի վրա ժամանակին, ասեմ, որ թանգարանը Օլիմպիոսի, որ մենք գնալու ենք, բավականին հարուստ ու հետաքրքիր թանգարան էր։ Ամբողջ տարածքը կհասցնենք sense ման գալ, չէ՞։ Դեռ այդտեղ կա։ Where is the museum? Do you know? Museum, I think it's another way. Այստեղ նա, երևի sense շալատակներ կան բարձրված։ Նա մի հատ արագ մեջ ընդ Զգուշտեղ սղլի կարա լինի, գիտես հողը։ Ներոյի տան մոտ ենք, բայց ներոնով է կարողա դու ասես, ես չգիտեմ, չեմ կարող ասեմ, հետո կնայինք ասենք լավ։ Roman Emperor է։ Okay, այս է, տեսնում եք։ Հիմա արագ գնանք, որտեղ ուզում ենք թանգարան։ Մեր թվարկությունից առաջին դարում Հռոմի կայսր Ներոնի համար կառուցված այս տունը շքեղ առանձնատուն էր, բազմաթիվ սենյակներով, որմնանկարներով եւ կամարապատ տանիքներով։ Այստեղ եղանք դեռ նկարեցինք։ Ասեմ ես երեխաներ։ Հա, հələ հարցրակ։ Մենք շտապում էինք, որովհետև դեռ պետք է մտնեինք Օլիմպիոսի թանգարանը։ Թանգարանը առանձին շենքում էր եւ ասում էին, որ շատ գեղեցիկ թանգարան ունի, հարուստ։ Պատկերացրեք, ստեղից ինչ հետաքրքիր իրեր, որ գտնվել է, մեծ մասը տեղափոխվել է Օլիմպիոսի թանգարան։ Հատվենք պատմությանը ձեռքով։ Այսինքն սփռված է ամբողջ տարածքը։ Խորհրդի տուն, խորհրդարանի տուն կամ ասում են բուլտերոն այս տարածքին, սա Օլիմպիադայում շատ կարևորագույն վարչական շենք է եղել եւ պաշտոնյաները երթումներ են տվել Զևսին, մարզիկներն էլ երթումներ են տվել օլիմպիական խաղերի մասնակցելուց առաջ։ Ինչքան կուտակում կա տուրիստների նայեք։ Ստեղ էլ լավ, ստեղ շատ հետաքրքիր են քարերը։ Ստեղ հսկայական ինչ-որ քաղաք ա եղել, ինչ-որ տարածքներ են եղել, սնապատիրուն, արձանները, ուղղակի մնացել են մենակ այս հիմքերն են մնացել, նայի։ Հիմքերն են մնացել են։ Որտեվ շատ հետաքրքիր հսկա սյուն էր, էլի, ես ուզում եմ նայեմ այդ ինչ սյուն է, այդ սյունը։ Այս մեծ սյունը դիմաց ուտեր հիմքը երևում է։ Ուզում եմ գնամ ուտեղ։ Ոնց որ այդ մեջ չես կարա մտնես։ Այս սյունն է ուղղակի հիմա այս։ Zeus'i temple. Ինչի։ Zeus. Հա, այդ դիմացն երևի իր արձանն ա եղել։ Հա, այստեղ իր արձան։ Զևսի տաճարն է եղել եւ համապատասխանաբար նաեւ Զևսի հսկայական արձանն է ստեղ եղել, մոտավորապես 12.5 մետր բարձրություն է ունեցել, փղոսկրից
Մնացած մասը ոսկուց է եղել պատրաստված, Աստծո հսկայական եւ շքեղ արձան է եղել, որը նստած է եղել իր գահին, զարմանալի չէ, որ Զևսի արձանը համարվել է աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Հունաստանում հաճախ երկրաշարժներ են եղել, բայց ոչ մեկը չի ոչնչացրել Զևսի արձանը, թեև տաճարը վնասվել է։ Բյուզանդական կայսրերը այն տեղափոխել են, իբր նախազգուշական միջոցներ են բանարել, բայց հետագայում ասում են, որ կոտրվել է, թե անհայտացել է, տարբեր բաներ են պատմում Զևսի արձանի մասին, տաճարներ, որ այն հիմա չկա։ Թեմփլներ։ Դե տրամաբանորեն ստեղ է պետքա Զևսի արձանը լիներ։ Գնանք բարձենք տուն։ Իրական արձանը բան ա եղել։ Կարծեմ փայտից ա եղել, ինչ ա եղել, Կոնստանտինոպոլիս են տեղափոխել, հետո այրվել ա, մի խոսքով չկա իրական արձանը։ Հիմա գնանք այս սյուների մոտ ու այդ հարցնենք մյուզեումը։ Պետք է որ ասես մուտքի մոտ լինի, հա, այնտեղ մի հատ սյուների մոտ չես ուզում գնանք։ Ճանապարհ կա, այսա բարձանում էր, այստեղից ճանապարհ կա։ Նախ ստեղ բոլորը մտան, բա մենք չմտնենք, տեսնենք զգուշ, թե ինչ։ Մյուզեումի ժամանակ չկա։ Դե հեսա կվազենք։ Չեղավ ավտոբուսի հետևից կվազենք։ Ոստեղ հետաքրքիր ա։ Սա ինչ կա ստեղ։ Ստեղ նկարվելու շատ սիրուն տեղ ա։ Դե համար էլ մարդիկ գալիս են։ Նայ, այստեղ։ Այդտեղ շատ սիրուն տեղ էր, դրա համար է բոլորը սենց կանգնում էին, այս սյուների մեջ տեղներում նկարվում էին։ Այդ սիրուն տեսարան է այս ստեղից էլ։ Տեսեք մարդկանց հոսքը, իսկական հոսքը։ Լողավազանի հետքեր ես չեմ տեսնում, որ ասում ես լողավազան ա եղել։ Սա ինքա որ լողավազան է, ապացույցներ կա։ Հա, դե գիտեմ, գիտա։ Տեքները կովերը գնություն եղել, բանեն եղել։ Այդ մի րոպեում հաստրեց եկան բանից, Օ, էտինք ստեղ իրանց պարապելու տեղն է, հա, ստեղ մուտքի մոտ է, հա։ Հիմա նույն տոմսով մտնելու ենք մյուզեում։ Տեղը սաղը ջուր են հաճարում, դե շատ ուզում եք։ Լավ էր, նշանել կար։